Աշխարհի ամենափոքրիկ շեֆ-խոհարարը Երևանում է, ինչը նշանակում է, որ մեր երկրում բացվել է աշխարհահռչակ Լեփեթի շեֆ ռեստորանների ցանցը։ Ավելի քան 50 երկրներում հաճախորդների սիրտը նվաճած փոքրիկ խոհարարը մեծ քայլերով է մուտք գործում Հայաստան։ Մայրաքաղաքի սրտում գտնվող Արմենիա Մարիոթ հյուրանոցում հյուրերին արտասովոր գաստրոնոմիական 3D շոուով են դիմավորում։ Փոքրիկ խոհարարը եռուզերի մեջ ուտեստներ է պատրաստում հենց հյուրերի ափսեներում, զուգահեռ ապահովում նրանց ժամանցը։ Իսկական ներկայացում ափսեի մեջ։ Փոքրիկ խոհարարը հայտնվում է զվարճալի իրավիճակներում, նույնիսկ պայքարում տարերքների ու կենդանիների դեմ, որոնք խանգարում են իրեն։ Իսկ վերջում նրան օգնության է հասնում Մարիոթ հյուրանոցի շեֆ խոհարարների թիմը, եւ հյուրի առջև սեղանին հայտնվում է իրական ուտեստ պատրաստված բարձր խոհանոցի բոլոր կանոններով։ Երևանում Լեփեթի շեֆի մեկնարկին պատրաստվել են մի քանի ամիս։ Թիմը քայլ առ քայլ մշակել է այս ձևաչափը, մտածել են ճաշացանկի, վիզուալ էֆեկտների եւ երեկոյի ռիթմի մասին, որպեսզի արդյունքում ստացվի ոչ թե պարզապես ընթրիք, այլ ամբողջական գաստրոնոմիական փորձառություն, որը կհիշվի թե իր վառ համով, թե էմոցիաներով։ Մենք ինչ-որ առումով փորձում ենք անել մի փոքր յուրահատուկ բան, եւ այդ սկզբունքով ենք առաջնորդվում, թե շոուի տարերի, թե սննդի դեպքում։ Մենք առաջարկում ենք 5 ճաշատեսակից բաղկացած ընթրիքի փորձառություն, որը մատուցվում է հերթով, բավական դանդաղ տեմպով, ինչը բնորոշ չէ դասական հայկական ընթրիքի ձևաչափին։ Այսպիսով մենք փորձում ենք առաջարկել մի յուրահատուկ փորձառություն համերի եւ ափսեի ձևավորման տեսանկյունից։ Սա իսկապես դարձնում է ամբողջ փորձառությունը բացառիկ, եւ անկեղծ ասած ես շատ հպարտ ու երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ այս փորձառությունը բերել Հայաստան, Երևան։ Նորաբաց այս ռեստորանում ընթրիքն էլ ավելի տպավորիչ է դարձնում համայնապատկերը, որը բացվում է մեծ պատուհաններից։ Արմենիա Մարիոթ հոթել Երևանի 3-րդ հարկում հյուրերը կարողանում են վայելել գաստրոնոմիական շոուն, համեղ ուտեստները համադրելով Հանրապետության հրապարակի գեղեցիկ տեսարանի հետ։ Այստեղ ամեն ինչ համապատասխանում է Լեփեթի շեֆի հայեցակարգին։ Բրենդի ստանդարտները պահպանվում են ամեն ինչում, ճաշացանկից մինչև մատուցման բարձր մակարդակ։ Շատ հաճելի է, քեզ նորից երեխա ես զգում երևակայությունդ սկսում է փայլել։ Կարծում եմ շատ գեղեցիկ անիմացիա էր, նաև հումորային։ Մոտավորապես գիտեի ինչ է սպասվում, բայց տեղում այդ ամեն ինչը շատ ավելի ուրախ է անցնում եւ բացի բուն անիմացիայի շատ կարևոր է հենց սնունդը, պետք է հատուկ նշեմ, որ բոլոր ներկայացված ճաշատեսակները իրոք իդեալական էին։ Շատ տպավորեց տրյուֆելը եւ տպավորեց լորը։ Բավական հետաքրքիր էր, նորություն էր մեզ համար, նաև ծովամթերքներով սուպներ, շատ նորություն ինձ համար, դեզերտի մասին չեմ խոսում։ Սովորաբար թվում է, եթե կա շոու, բերելու են ինչ-որ շատ փոքր, ոչ այդքան համեղ, բայց ֆանտաստիկ համեր, փորձաները չաղացանք մի խոսքով։ Ինձ շատ դուր է գալիս, երբ մարդիկ որակյալ բան են անում ու դետալներին ուշադիր են ու լավ աշխատանքը միշտ զգացվում է այստեղ բոլոր առումներով որակյալ բան էին ստացել։ Փոքրիկ շեֆ խոհարարի մոտ հաճախորդների հերթեր են։ Ամրագրումները հետևաբար հարկավոր է անել նախապես։